Պատիկին Ջուրակյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում պրոբացիայի ծառայության մասին օրենքում, քրեակատարողական ծառայության մասին օրենքում եւ ոստիկանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծերի ընդունում պայմանավորված է կալանքի եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց եւ այլ ուրեմն կարգավիճակում գտնվող ազատությունը սահմանափակված անձանց ուղեկցումների փոխադրումների պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ ներկայումս պրոբացիայի ծառայությունը լիազորված չէ իրականացնել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումները, միաժամանակ նման լիազորությամբ օժտված չէ նաև մեկ այլ մարմին, ուստի նախագծերի փաթեթով առաջին հերթին առաջարկում է պրոբացիայի ծառայությունը վերապահել տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, ինչպես նաև նախատեսել լիազորող նորմ այդ փոխադրման կարգը սահմանող ենթաորենսդրական ակտի, այն է նախարարի հրամանի ընդունման համար։ Բացի այդ, գործող օրենսդրական կարգավորումների համաձայն ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված անձանց փոխադրման եւ պահպանման գործառույթները բաշխված են ոստիկանության եւ քրեակատարողական ծառայության միջև, հարկ է արձանագրել, որ նշված փոխադրումների ուղղությունները, դեպքերը եւ դրանց բաշխումը փոխադրումներ իրականացնող մարմինների մեջ թեև որոշ չափով կարգավորված են արդարադատության նախարարի 2009 թվականի հրամանով համապատասխան եւ կառավարության 2009 թվականի թիվ 351 նորոշմամբ, սակայն առկա են մի շարք բացեր եւ գործնականում խնդիրներ են առաջանում փոխադրվող անձի կարգավիճակով պայմանավորված նրա փոխադրումն իրականացնող իրավասու մարմնի որոշման հարցում։ Հաշվի առնելով, որ առկա չէ մեկ միասնական իրավական ակտ, որը կպարունակեր հստակ կարգավորումներ նշված հարցերի վերաբերյալ, նկատի ունենալով, որ նման կարգավորումներ կարող են սահմանվել արդարադատության եւ ներքին գործերի նախարարի համատեղ հրամանով, ինչպես նաև հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի կարգավորումն առնային, որ համատեղ նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում, առաջարկվում է համապատասխան լիազորող նորմեր լրացնել պրոբացիայի ծառայության մասին օրենքում, քրեակատարողական ծառայության մասին օրենքում եւ ոստիկանության մասին օրենքում եւ սահմանել, որ դատապարտյալների տնային կալանքի տակ գտնվող եւ կալանավորված անձանց փոխադրման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով։ Այսինքն այս նախագծերի փաթեթով մենք ուզում ենք վերջնական, ուրեմն օրենսդրական հիմքեր ստեղծել, որպեսզի երկու նախարարների համատեղ հրամանով հնարավոր լինի վերջնական եւ սպառիչ ուրեմն թվարկել եւ որոշակիացնել բոլոր ուղեկցումների հնարավոր դեպքերը եւ որոշակիացնել, թե որ իրավիճակում պրոբացիայի ծառայության, քրեակատարողական ծառայության եւ ոստիկանության այս ուղեկցում իրականացնող 3 պետական մարմիններից ում տիրույթում է գտնվում այդ դեպքը։ Ըստ էության այսքանը, եթե հարցեր ունեն, սիրով պատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, պարոն Քոչարյան հարցեր, խնդրեմ Տիկին Քլոյան։ Պարոն Քոչարյան, դուք նշեցիք, որ ոստիկանության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունների կողմից իրականացվող փոխադրման դեպքերը տարանջատվելու են։ Կարող եք եւս մեկ անգամ հստակ ներկայացնել, թե որ մարմինը ինչ գործառույթ է իրականացնել, այսինքն մեղադրյալն է կամ դատապարտյալն է կամ տնային կալանքով գտնվող անձին ով է ուղեկցելու, փոխադրելու դատարան։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն Քլոյան հարցի համար։ Տեսեք, այս փաթեթով, այս նախագծով մենք այդ հարցի պատասխանը չենք տալիս։ Մենք այս նախագծով լիազորող նորմ ենք նախատեսում 3 օրենքներում, համապատասխան ծառայությունների օրենքներում, որպեսզի այդ հարցի պատասխանը իրավասու լինեն տան նախարարները իրենց համատեղ հրամանով։ Ինչի համար օրենքով չենք դա կարգավորում, որովհետև իրավիճակները ընթացքում նույնպես առաջանում են նոր իրավիճակներ եւ որպեսզի ավելի ճկուն հենց արագ օպերատիվ հնարավոր լինի այդ իրավիճակը նույնպես կարգավորել, թողել ենք դա նախարարների հրամանով։ Բայց մոտեցումը հետեւյալն է, որ յուրաքանչյուր ծառայություն պետք է իրականացնի ուղեկցումները այն անձանց, ովքեր տվյալ պահին գտնում են իրենց տվյալ ծառայության իրավազորության ներքո, այսինքն եթե անձը ձերբակալված է ոստիկանության կողմից
նրա ուղեկցումը օրինակ դատարան կալանքի հարց օրինակ քննարկելու համար իրականացնում է ոստիկանությունը։ Եթե անձը կալանավորի կարգավիճակ ունի, ազատազրկման վայրից քրեակատարողական հիմնարկից դատարան եւ հակառակը իրականացվելու է բնականաբար քրեակատարողական ծառայության կողմից։ Եթե անձնատանային կալանքի տակ է գտնվում, այսինքն պրոբացիայի իրավազորության ներքո է գտնվում, իր ուղեկցումները ցանկացած վայր պետք է իրականացվեն ուրեմն պրոբացիայի ծառայության կողմից։ Սա այն հիմնական ամենաշատ հանդիպող իրավիճակները ես նշեցի 3, բայց այդ իրավիճակները շատ բազմազան են, օրինակ դատարանի որոշմամբ մի իրապետական մարմնի տիրույթից կարող է անցնի մեկ այլ պետական մարմնի, օրինակ եթե խափանման միջոց փոխվի տնային կալանքը փոխվի կալանքով, կալանքը փոխվի տնային կալանքով, կամ մի խոսքով իրավիճակները քանի որ տարբեր են, դրա համար մենք ավելի նպատակահարմար ենք գտել լիազորող նոր նախատեսել օրենքներում, իսկ այդ արդեն կոնկրետ բոլոր հնարավոր իրավիճակները սահմանել համատեղ հրամանով, բայց կարևորը սահմանել բոլոր հնարավոր իրավիճակների համար պատասխանատու մարմիններին, որպեսզի այնպիսի իրավիճակ, ոնց որ մենք ունեցել ենք պրակտիկայում, չստեղծվի եւ որոշակի անարդեն դաշտը։ Շնորհակալություն։